հարց ու պատասխանի փուլին։ Առաջին հարցի իրավունքը Սոնա Ղազարյան, համեցեք Տիկին Ղազարյան։ Այո, դուք եք։ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, մինչ հարցս տալը ուզում եմ նաև քանի որ առաջինը հարցն ուղղել հնարավորություն ունեցա, շնորհակալություն եմ ցանկանում հայտնել խաղաղության պայմանագրի գործընթացը այս փուլին բերելու համար, որովհետև ակնհայտ է, որ 30 տարիների դժվար պատմություն ունեցող երկու պետությունների համար վերջին 1 տարում երկու հիմնարար փաստաթղթերի շուրջ կոնսենսուսի գալը շատ մեծ նվաճում է եւ ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ որոշ աղմուկի մեջ թերագնահատվել է այն ձեռքբերումը, որը Հայաստանի Հանրապետությունը իր դիվանագիտական ջանքերով հասել է, խոսքը գնում է թե սահմանազատման եւ սահմանագծման կանոնակարգի ընդունման, վավերացման եւ միմյանց փոխանցման վերաբերյալ եւ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնության գալու եւ այս խոսքում ուզեմ նաև շնորհակալություն հայտնել անվտանգության խորհրդի բոլոր այն անդամներին, ովքեր ջանք եւ եռանդ չեն խնայել, որպեսզի այս արդյունքը գրանցվի։ Իսկ հարցս մասնավորապես վերաբերում է 3 տեղի ունեցած խոսակցությանը, պարոն վարչապետ, ձեր եւ պետքարտուղարի Միացյալ Նահանգների պետքարտուղարի միջև, որտեղ որ ամերիկյան կողմի հայտարարության մեջ նաեւ երևաց այն ուրեմն նվիրվածությունը, որը կա ռազմավարական գործընկերության կոնտեքստում, որովհետեւ կար այն վախը կամ թերհավատությունը, որ ռազմավարության կանոնադրությունը վավերացվել է հեռացող վարչակազմի հետ եւ այն կարող է նույնչափ կարեւոր չլինել նոր ընտրված վարչակազմի համար։ 3 տեղի ունեցել հեռախոսազրույցը, եթե կարող եք մանրամասն հաղորդեք հանրության այդ հեռախոսազրույցի մասին։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան հարցի համար։ Ներողություն։ Հեռախոսազրույցի ըստ էության առաջին արձանագրումը մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության նկատմամբ վերաբերմունքի հետաքրքրության վերահաստատումներ եւ արձանագրումը, որ այդ օրակարգը շարունակում է նույնքան հրատապ լինել գործող վարչակազմի համար Միացյալ Նահանգների եւ մեր դեպքում էլ բնականաբար այդ նույն արձանագրումը կար եւ իհարկե երկրորդ հատվածը կամ թեման խոսակցության տարածաշրջանային իրավիճակն է եղել եւ մասնավորապես խաղաղության գործընթացը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նույնպես այդ արձանագրումը արեց, որ կարևոր փուլ է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալը եւ նախագծի համաձայնեցման վերաբերյալ բանակցությունները այդպիսով հաջողությամբ ավարտելը եւ երկուսն այն կարծիքին էինք, որ այս արդյունքը չպետք է կորսվի եւ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի եւ վավերացվի, այսինքն ուժի մեջ մտնի երկու երկրներում։ Ընդհանուր առմամբ սա թերևս այս բովանդակությունը նաեւ արտահայտված է հաղորդագրություններում։ Իհարկե նաև փոխադարձաբար կարևորել ենք եւ արձանագրել ենք, որ առավել եւս այս միջավայրում որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ եւ պայմանավորվել ենք, որ կշարունակենք բարձր մակարդակի շփումները Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Արձագանք։ Շնորհակալ եմ պարոն վարչապետ տեղեկատվության համար, թվում